Ուրիշը բավականին պարզ է խոսում, մի քիչ դիվանագիտական լեզվով, բայց պարզ է խոսում, որ այստեղ Հայաստանը կարող է ընտրել ոնց է եւ երբ է ինքը կատարելու այն ինչը հրամայում է եւ պահանջում է Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը որպես Թուրքիայի պրոքսի։ Ադրբեջանը ուղղակի խոսում է դրա մասին, դա Թուրքիայի կարծիքն է, կամքն է։ Երբ ես դու փոխում քո սահմանադրությունը։ Եվ ինչպես, եւ ինչ եմ ես ուզում տեսածնի որպես վերջին նպատակ ինձ համար։ Նորից եմ կրկնում, այստեղ հայկական կողմի հայ ազգի խնդիրն է, որտեղ թուրքական կողմը բավականին պարզ եւ հստակ ասել է։ Էրդողանն է ասել մեկ, եկել է ժամանակը, լուծել են խնդիրը, որը չեն լուծել մեր պապերը։ Հայկական հարցը, որը Թուրքիան եւ Ռուսաստանը լուծում էին մեծ եղերնի միջոցով, պիտի վերջնական լուծում ստանա։ Եվ եթե 20 տարի սկզբում այդտեղ Ռուսաստանի գործոնը ոչ երևում է եւ Թուրքիան աշխատում է միայնակ, Արցախի հայության մեծ եղերնի ժամանակ Ռուսաստանը եւ Թուրքիան միասին բաց մասնակցում էին մեծ եղերնի շարունակության եւ ոչնչացվեց Արցախի հայությունը։ Եվ նպատակը մեզ նարսում են, երեսներից են ասում, որ նպատակն է ոչնչացնել հայ ազգը հայկական լեռնաշխարհում, ոչնչացնել Հայաստանը, հայկական պետական ինքնաիշխանությունը։ Եթե ես դու իմ իշխանությունները չեն ուզում դա լսել, դա Էրդողանի եւ Պուտինի խնդիրը չի գայանել։ Դա մեր խնդիրն է։ Ինչու Հայաստանը չի ուզում տեսնել իրականությունը, որտեղ գտնվում է։ Այն խոսքերը, որ դուք ասել եք, դրա մասին է։ Քորաջ դրած են ոչ թե ուլտիմատում, ոչ թե խաղաղության պայմանագիր, ոչ թե ուլտիմատում։ Դու պիտի ստորագրես, որ դու ոչնչացնում ես։ Ուլտիմատումը նշանակում է, որ քեզ թողնում են որպես պետություն, դերակատար եւ այլ եւ այլ։ Այս խաղ չէ։ Հայաստանը քաղաքական քարտեզից պիտի հեռանա։ Եվ այստեղ բավականին պարզ նորից եմ կրկնում դիվանագիտական լեզվով դա մասին քեզ ասում եմ։ Չեմ ուզում լսել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևորգ Նեպիրոսյանի, Նիկոլ Փաշինյանին։ Ես կուզենայի իրանց տեսնել դատարանում, տրիբունալում, երբտեղ հայ ազգը կտայրած գնահատական արած աշխատանքի իրանց իշխանության 88 թվականից լինելով։ Ես չեմ ուզում մեկնաբանել Սերժ Սարգսյանի խոսքերը եւ չեմ անելու դա։ Նիկոլ Փաշինյանի մասին ստիպված եմ խոսել, որտեղ Նիկոլ Փաշինյանը այսօր մեր իշխանություններն են, բայց Սերժ Սարգսյանը վաղուց ուրիշ տեղ պիտի կանգնած լինի։ Եվ իրան կարծիք ինչ չի հետաքրում։ Տեղի ունեցել է հանդիպում, Հայաստանի համար խիստ կարևոր հանդիպում է եւ արդյունքները լավն են, որովհետեւ երկու կողմներ հայտարարել են, որ իրանք գոհ են հաստատ իրանց հասած պայմանավորությունների եւ մյուս շաբաթ նորից կհանդիպեն, դա լավ է։ Եվ պիտի համակարգեն եւ ինձ համար ուրախալի է եւ երկու կողմներ հասկանում են, որ այդ process-ը մի օրում չի լուծվելու եւ այդ երկար process արնելու, որի հետևանքում կողմերը փորձեն վերականգնեն 2015 թվականի հայտնի միջուկային պայմանագրի մոտեցումները։ Այդ լավ կողմն է։ Վատ կողմը նրանում է, որ զուգահեռ այդ process-ների Միացյալ Նահանգները շարունակում են կուտակել ռազմական հզորություն Իրանի շուրջ։ Գնում է այդ կուտակումը, որը հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգների Իսրայելի հետ ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ։ Այն որ սկսել են բանակցությունները, այս մի process-ը գործընթացը չի կանգնեցել։ Եվ այսօր ասել, որ գործընթացը կհաղթի, ցավոք սրտի անհնար է, որովհետև դուք ճիշտ եք ասում, ռազմական գործողությունները, պատերազմը Իրանի դեմ պետք է Իսրայելին։ Եվ Միացյալ Նահանգներ Իսրայել ռազմավարական հարաբերությունների դաշինքի մեջ Իրանի նկատմամբ ով է խաղում առաջի միջուտակը, ես չեմ կարող ասել, այստեղ այլոք Միացյալ Նահանգների շահերն են հաղթելու, թե Իսրայելի շահերն են հաղթելու, ես ուղղակի Երևանից չեմ կարողանում գտնել պատասխան, որովհետև եթե ելնես Միացյալ Նահանգների ազգային շահերից, ճիշտ կլինի, որ իրանք պայմանավորվեն Իրանի հետ, երբ այդ սանկցիաները մի քիչ թուլանում են, այդ ժամանակ էժան Իրանի նավթը դուրս է գալիս միջազգային ասպարեզ, դուրս է գալիս շուկա, գները միջազգային նավթի գները ընկնում են, Ռուսաստանը հնարավորությունները շարունակել պատերազմ ընկնում են, Ադրբեջանի շարունակում են ընկնել հնարավորությունները եւ բոլորը շահում են այդ վիճակից։ Բայց Իսրայելին պետք է
դեմոնտաժի ենթարկել Իրանը։ Իսրայելը ուզում է հասնել նպատակներին եւ Միրջավոր Արևելքում չկա մեծ խոշոր ուժային կենտրոն, որը կարող է ներկայացնել Իսրայելի դեմ սպառնալիք, ռազմական սպառնալիք եւ Իսրայելը քայլ առ քայլ ճանապարհով Եթե Սիրիայում նրանց հաջողվեց, արդեն հաջողվել է։ դուք չեք կարծում Իրանը արդյոք իրենց ատամի տակ կարող է ընկնել այդպես։ Կարող է։ Պետք չէ թերագնահատել, որտեղ Իսրայել Միացյալ Նահանգներ։ Որտեղ Իրանում 40 տարի թեոկրատիկ ռեժիմ է, ավտորիտար ռեժիմ է։ Բոլոր ավտորիտար ռեժիմները ժամանակի ընթացքում փթում են։ Եվ այնտեղ այն ներուժը, որը կարող է ունենալ Իրանը եւ իրականությունը, ինչը ցույց է տալիս իրականությունը, դուք եք եղել սովետական, ես եմ սովետական, մենք դուք եղել եք սովետական Հայաստանի մաս, երբ ավտոկրատիկ ռեժիմ է ունենում, ամեն ինչ իրականությունից հեռու է լինում։ Բացի դրանից Իրանում ներքին խնդիրներ, այնտեղ կա ազերիների մեծ համայն, կա քուրդերի խնդիր։ Այս բերում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան։ Եվ այդտեղ շատ երկրներ եւ Ռուսաստանը եւ Թուրքիան, ոչ թե միայն Իսրայելը հետաքրքրված են կիսել Իրանը։ Ինչպես եւ Սիրիայում տեղի ունեցավ, այս տեղի ունեցավ Սիրիայում Իրանը պարտվեց։ Այո։ Փաստորեն, չէ, պարտվեց դուրս մնաց։ Եվ հիմա Իսրայելը եւ Թուրքիան կիսում են Սիրիան։ Եվ ինչպես կպահի իրեն Թուրքիան եւ Ադրբեջանը։ Իրան կմասնակցեն եւ Ռուսաստանը, եւ ես համոզված եմ, եւ Ռուսաստանը, Ադրբեջանը մասին խոսք չկա, եւ Իսրայելը, եւ Թուրքիան կմասնակցեն Իրանի կիսման ժամանակ։ Եվ Արևմտյան Ադրբեջանը իրական Արևմտյան Ադրբեջանը, որ Իրանի մաս է այդ նահանգը, Ադրբեջան անվանումը մնացել այդ կմտնի Թուրքիայի մեջ, մի կտորը կմտնի Ադրբեջանի մեջ եւ նորից Թուրքիայի մեջ եւ այլ եւ այլ։ Թուրքիան հետաքրքրված է այդ process-ների մեջ։ Միացյալ Նահանգները կմտնի հարավային Պարսից ծովի կողմ, որտեղ նավթ կա եւ այլ եւ այլ։ Կիսել Իրանը նույն ձևի շատ զմայլիչ հետաքրքիր թեմա է եւ որը կհաղթի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մոտ այդ խաղի մեջ ես դժվարանում եմ ասել Թրամփը անկախատեսելի է ինչ որ մեկ իրան հասցնի որ Նեթանյահուն ունի ազդեցություն Թրամփի վրա ձեր կարծիքով ոչ թե Նեթանյահուն Իսրայելի իշխանությունները ունեն ազդեցություն Միացյալ Նահանգների վրա դա հայտնի ձևավորված է իսրայելական լոբի բավականին հզոր եւ ազդեցիկ է Վաշինգտոնում այդտեղ նշանակություն չի անունից պետք է կգրծենք եւ ուղղակի այստեղ ներսում իսրայելական ժողովրդի մեջ որ թեման կա հաղթի այստեղ հետաքրիր ուրիշ մեծ զրույց է մի զրույցի մեջ մենք չեք հավաքելու որովհետեւ Իսրայելը կարող է նույն ձևի կազմակերպի եւ խփի Իրանին այն ինչը աշխատել է Իրաքում, ինչը աշխատել է Լիբիայում, ինչը աշխատել է Սիրիայում, այդ երեք պետությունները չկան հզոր ունեցող, եթե իրանք Իրանն էլ կարողանան հասնել նա որ կազմալուծում է, մոտիկա 5-10 տարվա ընթացքում Իսրայելը շահում է, բայց ռազմավարական առումով ռազմավարական երկար դիստանցիայի վրա Իսրայելը կանգնում է լրիվ ուրիշ սպառնալիքների առջև, որ ինք չի կարողանալու հաղթահարել։ Հարց կախված անարում որտեղ է որոշում ընդունելու Երուսալեմում է ընդունելու որոշումը Վաշինգտոնում որտեղ է գտնվելու որոշման կենտրոնը դա կարող է լինի Երուսալեմ այդ ժամանակ մենք ստանում ենք պատերազմ որ ազդեցություն դա կարող է ունենալ Վաշինգտոնը նշանակություն չի դա թե մեխանիզմների մեջ եք մտնում այսինքն Վաշինգտոնը գործի ըստ Իսրայելի որոշման հա то есть որտեղ է կենտրոնը որտեղ որոշում է ընդունում Երուսալեմը դուք ենթադրում եք որ դա հնարավոր է որ Երուսաղեմում որոշում ընդունվի եւ Միացյալ Նահանգները կատարեն Երուսաղեմի որոշումը Իհարկե կարող է տեղի ունենալ ինչ մենք տեսնում ենք Գազայում ցեղասպանությունը որ տեղի ունենում Գազայում այդ որոշումը հաստատ ընդունվել է Երուսալեմում ոչ թե Միացյալ Նահանգներում դա չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից Գազայի պատերազմի սկսելը եւ վարման ձևը նպատակները որը դրված են այդտեղ դա Երուսալեմի Իսրայելի շահերն են ոչ թե Միացյալ Նահանգներին ես դա տեսել եմ Այն որ ինչ մենք ունեցել ենք Արցախում, որտեղ Իսրայելն ու ձևի մասնակցել է, այնտեղ շահերը եղել են Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, ոչ թե Միացյալ Նահանգների։ Այն ժամանակ նույն ձևի Թրամփը խոստացել է մեզ մի քիչ եթե հիշում եք այդ խոսքը, մի քիչ դիմացեք, ամեն ինչ նորմալ կլինի, բայց իրականում իրականացվել է Թուրքիայի, Իսրայելի, Ռուսաստանի շահերը։ Դրա համար այն որ Միացյալ Նահանգները լինելով հիմնական ռազմական գործոնը եւ ներուժը դա չի նշանակում որ Միացյալ Նահանգներն են որոշում ընդունում եթե մենք կարողանանք ունենալ
վիճակ, երբ Տրամփն է ընդունում որոշումը, Տրամփը ուզում է ունենալ գործարք, Տրամփը ուզում է պայմանավորվի Իրանի հետ, բայց Տրամփն է որոշումը ընդունելու, թե այսօր անունների տակ Նետանյախուն, ես չեմ կարող պատասխան Նույն տալ։ վիճակը ռուս-ուկրաինականում է։ Նույն Այնտեղ է վիճակը Պուտինն է որոշում։ այնտեղ որոշում է Պուտինը Տրամփը, այնտեղ ավելի հստակ է վիճակը, մենք տեսնում ենք, ես տեսնում եմ, որ այնտեղ որոշում է Պուտինը։ Տրամփը ուղղակի կատարում է Պուտինի տեսած որոշումները եւ լուծումները ուկրաինական պատերազմի վերջ, այնպես որպես տեսնում է Ռուսաստանը որպես հաղթանակ եւ Միացյալ Նահանգները մինչեւ այսօր գնում են այդ ուղղությամբ եւ այն ռազմավարության ներքո, որտեղ Ռուսաստանը ստանում է այն ինքը ինչ ուզում է։ Արդյոք կարող է փոխվի վիճակը թե չէ, չեմ կարող ասել, որովհետև ինձ համար նույն ձևի անհասկանալի է, ինչու Պուտինը ունենալով Թրամփին, ի վերջո ապտակ է տալիս Թրամփին հրապարակորեն, հասկանալով, որ Թրամփը շատ բանա անձնական մակարդակի վրա շատ զգայուն է։ Այս վերջի հարվածները նկատի Ասումի վրա հայտ հարցված կակը ինչու ես դու հարվածում եւ սպանում այդքան քաղաքացիներին, երեխեքին, հասկանալով, իմանալով, որ աշխարհը հարձակվելու է Տրամփի վրա, ասել որ դու թույլ ես, որ դու Ռուսաստանին ես, որ Պուտինը քեզ թանադրում, որ Պուտին ինչու է Պուտինին դա պետք, ես չեմ կարողանում հասկանալ որպես ռազմավարություն, բայց կարող է Պուտինը էլ հանձնավորություն։ Ուժի ցուցադրում։ Չէ, ուղղակի նույն մենք խոսել ենք Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ կա անձնականը եւ անձնական անհնար է տարանջատել անձնականը օբյեկտիվորեն իսկ կարող է Պուտինը նույն ձևի անձնավորությունը եւ իրան այդ զմայրությունը ապտակ տալ։ Բայց Թրամփը դիմանում է այդ ապտակին։ Թրամփը, որը սիրում է հաղթել, չեմ կարծում, որտեղ մի ապտակ, երկու ապտակ հետո դառնում է պրոբլեմատիկ, որտեղ ինքն է էգո, մեծ էգո ունեցող, անսահման էգո ունեցող, ինքը չի ուզում, որ իկանական պատերազմը վերջանա որպես Պուտինի թելադրանքով, ինքն է ուզում։ Եվ անկախատեսելի Տրամփը կարող է մի վարկյանում տենց փոխվի ամեն ինչը։ Պուտինը շատ վտանգավոր խաղ է սկսում, բայց մնում է սпасել Գայանե, ուղղակի անհնար է, ինձ համար ի սկզբանե վիճակը անհնար է, որովհետև մեկ ստիպված եք խոսել ոչ թե աշխարհաքաղաքական, ռազմական գործոնների տրամաբանության մասին, բայց պիտի գնահատական տաս անձնավորությունների։ Ապագան կախված է անձնական զմայրություններից, խնդիրներից, հպարտությունից, ատելությունից եւ այլ ոնց է տեսնում անհատի դեր է պատմության մեջ, բայց այդքան մեծ հայտնի ձևակերպումը եւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունների մեջ եւ հայկական պրոբլեմի սպառնալիքների առջև ինձ համար անընդունելի է, երբ Հայաստանի ապագան, հայ ազգի ապագան կախված է մի անձնավորության հոգեկան հոգևորական, չգիտեմ, մնացած գործոններից եւ վիճակից այդ անհնար է անհաշվարկել, դու պիտի արդեն ուրիշ մասնագետներ ունենաս եւ չեմ կարծում ինչ որ մեկ կարող է ինչ որ կանխատեսելի պրոգնոզներ տա այդ վիճակում եւ ինձ համար դա շատ ու շատ վտանգավոր է որպես մասնագետ, որպես անձնավորություն։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ անձնավորացված է այն մակարդակի վրա, որը դառնում է ֆանտաստիկ ինչ որ աշխարհում ես գտնվում, որտեղ ինչ որ կանխատեսումներ անել, պրոգնոզներ անել ստանում է շատ ու շատ դժվար։